Անցնող տարում Հայաստանի 559 դպրոցներում մարզական պայքարի թեժ շրջան է եղել։ 10-ից 15 տարեկան դպրոցականները պատրաստվել, իսկ հունիսի 16-ից 22-ը մասնակցել են դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի համայնքային, մարզային, միջմարզային փուլերին։ Նրանցից եզրափակիչ է հասել 6 թիմ։ Երևանի 174 եւ Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցների 5-ից 6-րդ դասարանցիներն են մրցում են առաջին մրցանակի համար։ Պայքարը լարված է, դահլիճը ոգևորված։ Դժվար պայքարում հաղթում է երևանյան թիմը։ ՀԱՏ բասկետբոլի ակումբի սաները, որոնք արդեն իսկ այս մարզաձևում նախկինում հաղթանակներ նվաճել են։ Առաջին երկրորդ թայմին մենք լավ չէինք խաղում, բայց հետո երրորդ, չորրորդ թայմերին հավաքվեցինք ու կարողացանք հաղթել։ Մեր պարապմունքները անցնում են շատ լավ։ Մենք շատ դժվարությունների միջով անցանք, որ հասանք եզրափակիչ։ Մեր մրցակիցի եզրափակիչը շատ ուժեղ էր եւ մենք չկարողացանք հաղթահարել, բայց մենք չենք տխրել։ Մենք ուրախ ենք, որ զբաղեցրել ենք երկրորդ օրը։ Հաղթող թիմի մարզիչը, որը նաև ՀԱՏ բասկետբոլի ակումբի հիմնադիրն է, կարծում է, որ նման հաղթանակի գրավականը ճարպկությունն է, տարիների աշխատանքը, ինչպես նաև պայմանները, որում մարզվում են երեխաները։ Մեր մարզադահլիճը լավ վիճակում է շատ, բայց ամեն տարի թարմացնելու կարիք ունի, որտեղ տարվա ընթացքում իհարկե մաշվում է։ Երեխաները բոլորը դպրոցում սովորողներ են եւ պարապում ենք իհարկե դասերից հետո։ Աջակցություն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն է տալիս եւ մարզական եւ երևանյան դպրոցներին։ Մենք վերջին տարիներին մեծ աջակցություն ենք մարզադահլիճների ենթակառուցվածքների ապահովման, մարզագույքով ապահովելու։ Ավելի բարձր 7-ից 9-րդ դասարանների տարիքային խմբում եզրափակում են Երևանի թիվ 51 եւ թիվ 2 դպրոցները։ Խաղին հետևում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հավասար պայքարում հաղթեց 51-րդ դպրոցը։ Մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին արժեքավոր դրամական մրցանակներով։ Պարգևները հանձնեցին վարչապետն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը։ Երևանի համար 51 հիմնական դպրոցին Առաջին հորիզոնական զբաղեցրած դպրոցները ստացան 4 միլիոն դրամ, երկրորդը 2.5 միլիոն դրամ, երրորդը 1.5 միլիոն դրամ։ Հաղթող դպրոցներն այդ գումարով պարտավոր են ձեռք բերել մարզական գույք։ Պարգևների արժանացան նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները եւ թիմերի 9 աշակերտները։ Սա առաջին մրցաշարն է դպրոցականների բասկետբոլի լիգայի եւ ես հույս ունեմ բոլորդ համաձայն եք, որ այն այսօր արդեն կայացած է եւ առաջիկա տարիներին այն անպայման պետք է շարունակվի եւ ես համոզված եմ, որ դպրոցներում, այն դպրոցներում, որոնք մասնակցել են եւ այն դպրոցներում, որոնք մասնակցել են եզրափակիչ փուլին եւ այն դպրոցներում, որոնք մասնակցել են եզրափակիչ խաղին եւ այն դպրոցներում, որոնք հաղթել են, այս պատմությունը դեռ երկար կպատմվի դասարաններում, ընտանիքներում, միջավայրերում, բակերում, շենքերում եւ այս ոգևորությունը, այս էներգիան, այս միասնությունը, այս թիմայնությունը հույս ունեմ մենք բոլորս մեզ հետ կտանենք։ Նման մրցաշարերը փոխում են վերաբերմունքը սպորտի նկատմամբ, փոխում են վերաբերմունքը ֆիզկուլտուրայի նկատմամբ։ Վստահ եմ, որ այս մրցաշարից հետո որևէ մեկը դպրոցում չի մտածի մասնակցել ֆիզկուլտուրայի դասին, թե ոչ։ Միանշանակ կմասնակցի, որովհետև ամեն մասնակցություն գրավական է, որ հետո կմասնակցեք այս մրցաշարերին եւ հաղթանակով կվերադառնաք ձեր դպրոց։ Նախարարությունը նաև այլ մարզաձևերով մրցաշարեր է անցկացնելու դպրոցականների շրջանում, այդ թվում սեղանի թենիսի վարչապետի գավաթը, թիմային խճուղավազքը, հեծանվավազք եւ այլն։ Ըստ հանրապետության ղեկավարի, մրցաշարի նպատակն է բարձրացնել դպրոցականների թիմային ոգին եւ նրանց տալ ինքնադրսևորվելու հնարավորություն։ Վարդուհի Արզումանյան, Արման Թովմասյան, լուրեր։